Ձեր կարծիքով Հայաստանում կոռուպցիա կա։ Դու սա կոռուպցիա էլի Ազիզ ջան, որն է մեջից, որ էդ կոռուպցիա կա թե չկա։ Ոչ մի բան չենք հավատում կոռուպցիան։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը պնդում, որ ինքն ու իր կառավարությունը չեն հանդուրժում կոռուպցիան։ Ազիզ ջան, ես չգիտեմ, ես դրսից եմ եկել, բայց որ ես իմ հողը, իմ հայրենիքը սիրում եմ, ես չգիտեմ ինչ է կատարվում ստեղ։ Արդեն ամեն ինչին մարդիկ, ոչ մի բանի ես չեմ հավատում հիմա։ Ոչ մի բանից է վտանում։ Ինչ ուզեն էլ կասի, ինչ Նիկոլին ինչ։ Ինչ ուզում այն էլ ասում, ինչ ուզում այն էլ անում է։ Իհարկե կա։ Չզբաղվեք պոլիտիկա։ Չէ, ես ուրիշ ադեմ, հիմա չեմ գնում։ Ես դրա մասնագետ եմ։ Առանց դրա չի կարա լինել, որովհետև որ այսօր ենք ասել, դա նշանակում է եղել է կա եւ կլինի։ Մինչև մահապատիժ չլինի դրա համար։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը պնդում, որ ինքն ու իր կառավարությունը չեն հանդուրժում կոռուպցիան։ Ես Նիկոլ դրանց ոչ մեկին գնահատական չեմ կարատան, որովհետև ես չգիտեմ եւ չեմ էլ ուզում։ Եղել է ժամանակ որ չի եղել։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը պնդում, որ ինքն ու իր կառավարությունը չեն հանդուրժում կոռուպցիան։ Նիկոլը ինձ չի հետաքրքրում ոչ որպես մարդ, ոչ որպես ղեկավար։ Ոչ չկա, քուրություն։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը պնդում, որ ինքն ու իր կառավարությունը չեն հանդուրժում կոռուպցիան։ Պնդում է երևի։ Հնարավոր չի չլինի, կա, բայց բավականին ցածր տոկոս է կազմում։ Կա, շատ կա։ Բոլորովին։ Նռիվ քայլերի վրա։ Կա մի հատ բնակավար ցույց տվեք, որ չկա։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը պնդում, որ ինքն ու իր կառավարությունը չեն հանդուրժում կոռուպցիան։ Ազգով մեղավոր ենք, որ այդ խեղ կատակին բերել ենք ստե։ Միշտ էլ եղել է ու կա, դա կլի, դա չի բրծնի։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը պնդում, որ ինքն ու իր կառավարությունը չեն հանդուրժում կոռուպցիան։ Ես շատ իմանամ քուրիկ ջանը, Նիկոլ Փաշինյանի միտքը ինչ է, ուզածը ինչ է։ Ումն էլ դրեն ուտմա, պետք է ուտի։ Հայերից ումն էլ դրեն, այս երկիրը չի դզվի։ Եղավ, պետք է Եվրոպայից բերեք, Գերմանիայից։ Դնեք, որ դզվի։ Ստե քայլել չգիտեն, աչուձախ հլում են իրար վրա։ Ոչ մի բան չկա ստե, ստե վսո պրծել է այս երկիրը։ Անշուշտ է գա, շատ հստակ է։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը պնդում, որ ինքն ու իր կառավարությունը չեն հանդուրժում կոռուպցիան։ Որ իր սկզբունքն էր ադիգա։ Երբ որ բաները պատկամավոր էր կոռուպցիայի տներ, հիմա էլ կոռուպցիայի տներ, բայց ամենը մեծ կոռուպցիան իրեն կնեն։ Խի որ երկրում չկա։ Բայց Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքն ու իր կառավարությունը չեն հանդուրժում կոռուպցիան։ թո Մոսկվան մի քիչ խելոք պահի, Նիկոլն էլ կարողանա կարգի բերի։ Մեռան մեզ բերե վարոտ հետ։ Մի ազգի սրբություն որ KGB-իշտի կլելի չես ուզում։ Լյուստրացիա անել է պետք Հայաստան, որ մենք հանգիստ ապրենք։ Ես ինքս ազատամարտիկ եմ։ Ես ոչ Նիկոլին եմ քննադատում, ոչ ոքի։ Դու ամեն հայ այդ Ռուսաստանի այդ միլիարդատերերը իրանց հարց տան։ Իրանց պոչը Պուտինի ոտի տակ է։ Այս անգամ Սամվել Կարապետյանը ղրկեմ, կաթողիկոս է անում իրան։ Մենք տի խելքի գանք։ Թո Հեյդար Ալիևը KGB-ն օգտագործեց Իոկուտ Ադրբեջանի։ Թո մեր հայ գործակալները Իոկուտ Հայաստանի օգտագործել։ Կամ եթե որ մեզի դավատան շարք կանցնենք հարցերը կլուծենք այդ դավաճարների։ Թողեն Հայաստանը հանգիստ մնա։ Այս Արցախյան պատերազմի ժամանակ էլ այդ գործակալ կոչեցյալները լրի պրավալ տվին։ Այն գյոզալ 5000 երեխեքը հիմա երաբլուն պարկացել։ Հիմա որ Բաքուն դադում են։ Կրեմլին ջրանք տվեց, ենի կատարեցին եկան մեր Սարդարապետի հերոսներին ռուսը հանձնեց Բաքվին, սրանք էլ խելոք սուսիկ-փուսիկ բան արին։ Պուտինի հրահանգները կատարեցին եւ բան լավ։ Վերջում հանձնեց թուրքերին։ Դու մետ սեղ զոր տան, օգտագործելու է այդ օրնակցելու։ Դու ծառայեն Հայաստանին։ Ես ինքս Ֆրանսիայի պարտիզանի որդի եմ, FF-ի։ Ես որ մտնեմ Ֆրանսիային, բայց ես իմ երաբլուրի կեսը որտե թողեմ էթա։
Հիմա 70 տարի որ կռիվ եղավ էլի Իտալիայում։ Թուրքով ալ այդ վախկոտը։ Հայդուկապետել քրոս ծորեն, իմացեք։ Ես ցավով եմ նայում, որ գործակալները գլուխ են բարձրացնում Հայաստանում։ Այդ կոռուպցիա դնենք միան։ Դու հապկից դուրս գա, ես կողմնակից եմ։ Ֆրանսիան, Գերմանիան մեզ այսպես զենքեր են տալու։ Մենք կարանք ռուսը որ սես մատը, սես թափատալը ядерный держава, 3 հայ են ռուսին սարքի ядерный держава, իմացեք։ Այսօր Սովետի մեջ ամենահավատարիմը ռուսներին հայն է, բայց ինքը դավաճանեց հայերին։ Լավ եղեք ձեր ցավը տանեմ, միասնական։ Այսինքն որ եղանք, թուրքիներ են ծնկի բերելու, են ուսիներ, արմատներով էլ վանեցի են։ Իմ պայքարը Արևմտյան Հայաստանի համար է։ Նիկոլ Փաշինյանը նախորդին Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել եւ հայտնել, որ մասնակցել է Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի օրվան նվիրված միջազգային համաժողովին, որում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չեն հանդուրժում կոռուպցիան Հայաստանում, մասնավորապես գրել է. Կառավարության քաղաքականությունն է ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի եւ կոռուպցիոն դրսեւորումների նկատմամբ։ Մենք շարունակում ենք հետեւողական լինել այդ ճանապարհին։ Օրագինիզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքով Հայաստանում կա կոռուպցիա եւ ինչու է Նիկոլ Փաշինյանը պնդում, որ ինքն ու իր կառավարությունը չեն հանդուրժում կոռուպցիան։